Նոր հեռուստաընկերությամբ շարունակվում է բարի առավոտը, նորից ողջույն մեզ նոր միացած հեռուստադիտողին, իսկ նրանք ովքեր միացել են, բաց չեն թողել մեր առաջին հարցազրույցը։ Նոր հեռուստաընկերությամբ մենք շարունակում ենք խոսել մշակութային տարբեր թեմաներով եւ բարի առավոտի տաղավարում դարձյալ թեման մշակութային է եւ արվեստի մասին է։ Այսպիսով հարգելի հեռուստադիտող Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի է ունեցել Կուսակալը խորագրով ներկայացումը, որը պատմական դրամա է երկու գործողությամբ։ Թեմայի մասին ենք խոսելու արդեն տաղավարում են մեր հյուրերը, պիեսի հեղինակ Սամվել Մհերյանը եւ դերակատարներ Արա Գևորգյանն ու Վիկա Մարտիրոսյանը։ Ողջունում եմ ձեզ եւ բարով եք եկել մեր տաղավար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերքի համար։ Ժամը արդեն 12:00 է, ես կարծում եմ դուք ինչ-որ բան հասցրել եք անել մինչեւ տաղավար գալը, մի փոքր պատմեք յուրաքանչյուրդ ինչպես եք սիրում սկսել ձեր առավոտները։ Պարոն Մհերյան, ձեր դեպքում Արթնացել եմ, պատրաստվել եմ։ Արթնացել եւ եկել եք միանգամից հեռուստաընկերություն գալու։ Իսկ սուրճն ու թեյը պարտադիր են առավոտվա համար, լավ սկսելու համար։ Սուրճով, այո, սուրճով սկսել ենք։ Ձեր դեպքում ինչպես է պարոն։ Բավականին լիքը բաներ եմ արել։ Նույնիսկ հասցրել եմ դուստրիս իջեցնել Սայատնովա երաժշտական դպրոց։ Խցանումներից մի կերպ օգվելով հասել եմ ձեր տաղավարի։ Կարևորը խցանումները չի խանգարել տրամադրության եւ տեղում է այն։ Քիչ էր մնացել, 10 պակաս էր մնացել, որ խանգարեին։ Դուք Վիկա, ինչպես եք սիրում սկսել առավոտը։ Մի բաժակ սուրճ խմելով ու ինչ-որ բան ընթերցելով։ Ընտիր, իսկ թեյը այս դեպքում, եթե թեյ սիրում եք, կարող եք օգտվել նաև մեր թեյից, կարծում եմ առավոտվա ընտիր պայմաններից մեկը նաև թեյի առկայությունն է։ Շնորհակալություն։ Խոսենք Կուսակալը խորագրով ներկայացման մասին, նախ պարոն Մհերյան, քանի որ դուք պիեսի հեղինակն եք, պատմեք, թե ինչպես առաջացավ գաղափարը ներկայացումային դարձնելու եւ ինչպես այդ նախապատրաստական աշխատանքները տեղի ունեցան։ Նախ ասեմ, որ գրվեց իմ պատմավեպի հիմքով, որը կոչվում էր Փոթորիկից առաջ։ Փոթորիկից առաջ պատմավեպի հիմքով։ Գրում էի սրա սցենարը, քանի որ արդեն սցենար գրելու փորձառություն ունեի, իմ նախորդ գիրքը Մենավոր Բազեն սցենար ունի։ Իմ ընկերներից մեկը, ով նաև հանդիսանում էր կոնսուլտանտ եւ խմբագիրը, Անդրանիկ Արշակյանը, ասացի սցենարն եմ գրում եւ շատ հետաքրքիր պիես եմ տենում մեջը։ Ասաց պիեսի հետ գործ չունես, դա ուրիշ դրամաբանություն է, դու դրա հետ չես կարող բան։ Ես սա մարտահրավեր համարեցի, այդ 4 էջ սցենարը միջավ հիմա էլ կա դեռ։ Դա թողեցի ու պիեսը գրեցի։ Սրա լավը այն էր, որ գիրքը թեև եւ վաճառվեց եւ շատ նվիրեցին, բայց կարդացողներ չեն լինում։ Իսկ այստեղ 650 հոգանոց դահլիճում, որում ասեմ, որ մեր 4 ներկայացումները նախորդ լեփլեցուն դահլիճներում են եղել, 650 մարդ միանգամից ականատեսալինում եւ համահաղորդալինում մեր մտածումներին ու հույզերին։ 4 պրեմիերա արդեն տեղի ունեցել եւ պատրաստվում եք 5-րդ պրեմիերային, որը տեղի կունենա հունիսի 5-ով կփակենք այս փուլը եւ կսկսենք արդեն հյուրախաղերը։ Հունիսի 2-ին է, եթե չեմ սխալվում, պրեմիերան տեղի ունենալու հաջորդը։ Սիրով հրավիրում ենք մեր հանդիսատեսին։ Դերակատարման հետ կապված մի փոքր նաեւ խոսենք, թե ինչպես ընտրվեցին դերակատարները, հետո յուրաքանչյուրն արդեն մեր դերակատարներից պատմի իր կերպարի մասին։ Գիտեք, ընտրությունը վստահության իմ կողմից վստահության, որտեղ ես թատրոնի հետ առաջի առնչությունս էր սա, եւ սա առաջի պիեսն էր։ Ինձ վստահեց ռեժիսորը, տաղանդավոր Արտուր Սահակյանը, ես էլ իրեն վստահեցի։ Բայց դերասաններից իր առաջարկները ում նկարը որ բերում էր, այսպես մեկին մեկ համընկնում էր կերպարներին, որին պատկերացրել եմ, Եվ այդպես ստացվել է համագործակցությունը։ Ու վստահությունը արդարացվեց, ասեմ, Եվ հաստորեն տեսել եք բեռը, որ վերցրեցին, շատ ընտիր ձևով գրեցին ու հաղորդեցին հանդիսատեսին։ Հաստորեն ձեզ ցույց են տվել պարոն Գևորգյանի եւ Վիկայի լուսանկարները եւ այսպես նրանք համապատասխանել են ձեր պատկերացումներին։ Եվ գումարած 15 հոգու, 15 դերասաններ, մի այդքան էլ մեր բանն են, երկրորդ գործողությամբ։ Այո, եւ խոսենք դերակատարման հետ կապված, ձեզ ընտրեցին, դուք ինչպես ընտրեցիք պիեսը եւ ինչպես համագործակցությունը տեղի ունեցավ, պարոն Գևորգյան։ Նախ ասեմ, որ իմ դեպքում լուսանկարը չէր, սկզբից մենք առնչվել ենք։ Այո, արդեն վաղուց վաղ։ Որովհետեւ Արտուր Սահակյանը իմ վաղեմի ավագ ընկերն է, գործընկերն է, իսկ Մհերյանը ծանոթացրեց Արտուրը, որի համար ես շատ ուրախ եմ ճակատագրից, որ մեր կողքին այսպիսի դրամատուրգ արձակագիր կա, մարդ, որ աղոթքներ է գրում,
Եվ այդ պիեսում աղոթքներ առանց աղոթքի, որովհետև իրադարձությունները առաջին քրիստոնեի մեր պետականության մասին է խոսքը եւ Մհերյանը, պարոն Մհերյանը այդ աղոթքները հրաշալի է գրել եւ դա իմ շուրթերով ասելը, որ կերպարներից մեկը ես եմ, որ դա ասում եմ, մեծ պատիվ է եւ շատ մեծ հաճույք է եւ ես երբեք չեմ հոգնում, այլ ինձ ոգեկոչում է եւ թևեր է տալիս, իմ առօրյան լավ է անցնում, որի համար ես շատ շնորհակալ եմ Մհերյանին եւ Արտուրին Սահակյանին։ Ընտիր համագործակցություն է ստացվել։ Այո, ես իմ դեպ ուզենայեմ շատ խոսել այդ դրամատուրգիան ոնց ստեղծվեց, ռեժիսոր եւ հեղինակ աշխատանք։ Ես տեսել եմ այդպիսի բան, իմ կյանքում եղել է Խորեն Աբրահամյանի եւ Պեր Զեյթունցյանի հետ աշխատելով խորվիրա, դա 2001 թվականն էր, երբ որ նշվում էր 1700-ամյակը, հիմա անցել է արդեն հեսա մյուս տարի կնշենք 1725-ամյակը քրիստոնեության, եւ հիմա ես ականատես եղա 25 տարի հետո Սամվել Մհերյանի եւ Արտուր Սահակյանի այդ համատեղ աշխատանքը, թե ինչպես արձակը, պատմվածքը վերածվեց պիեսի։ Ավելի շատ հետաքրքիր լուծումներ գտնվեց, կերպարներ ավելացան ու Մհերյանը եւ ռեժիսորները ընդհանրապես ուզում եմ ասել ռեժիսոր եւ հեղինակները հաշտ չի լինում, բայց այս դեպքում Մհերյանի եւ Սահակյան ճիշտ է ինչ-որ տարաձայնություն, բայց ես պետք է շատ գովեմ Մհերյանին, ինքը Արտուրին չասում էր, մի քիչ բաներ անում, բայց այդ աշխատանք համաձայնության են գա, շատ արագ էր լինում։ Ես գտել էի խաղաղության բանալին։ Այո։ Ես ռեժիսորին տվեցի 135 էջանոց պիես, դարձրեցին 78։ Անդադ կրճատել։ Ամեն կրճատելուց նայում էին ինձ, համաձայնեն, ես ասում էի, դուք կրճատեք, ես մեկա տպելու եմ, ինչը որ ուզում եմ։ Ես ուզում եմ, այո։ Եվ վերջին նորից դարձավ 130։ Լավ ջիղ ունի Մհերյանը, ինձ կողքից ես նայում եմ, շատ ուսանելի է եւ կարծես թվացյալ թե լուր էր Մհերյանը այդ կրճատումների ժամանակ, բայց զգում եմ բայց վերջում նորից 130 էջանոց պիես է հետ գալիս տպագրված։ Բայց այս դեպքում այդ խաղաղությունը պետք է երկուս տեղ, որովհետեւ գործը առաջ գնա։ Եվ ունենալ պրեմիերաներ ինչպես որ տեղի ունեցել։ Միանշանակ։ Եվ Վիկայի դեպքում նախ ինչպես ընտրվեցիք որպես դերակատար եւ դուք ինչպիսի հարաբերություններ ունեք, ինչպես պարոն Գևորգյանը նշեց։ Շատ պատահական է ստացվել իմ ու պարոն Սահակյանի հանդիպումը ու նույն սկզբունքով շատ արագ ինչ որ ներմուծվել եմ ներկայացման մեջ առաջարկից 3 օր հետո ընթերցեցի պիեսը ու հասկացա, որ ես ուզում եմ այդ ամեն ինչի մեջ լինեմ, որովհետև 21-րդ դարի մարդուն տեղափոխել դեպի 5-րդ դար մոտավորապես նամանավանդ թատրոնի միջոցով շատ էի ուզում իմանալ, թե ոնց կլինի։ Ու իրականում շատ եմ սիրել գործը, շատ եմ սիրել այն մարդկանց ում հետ աշխատում եմ, որովհետև ամեն մեկը որ նվիրյալ է իր գործին, իսկ այդ ամենակարևորն է մեր գործում, որ ամեն մեկը մոռանա իր անձը բեմում ու խաղա մնացածի համար, ոչ թե ինքն իր համար։ Ու շնորհակալ եմ ամբողջ կազմից։ Իսկ ինչպիսին է զգացողությունները, երբ դուք արդեն հայտնվեցիք 5-րդ դարում, որովհետև արդեն բեմում ապրել եք այդ զգացողությունները, եւ ինչ կերպարի մասին է առհասարակ այն, ինչը որ դուք եք կերտել։ Ես կերտում եմ կուսակալի դստեր կերպարը, Պանդեայի կերպարը, ով իրականում ինձ շատ նման է։ Գուցե դրանից է ձեր աչքերը հենց հիմա փայլում կերպարի մասին խոսելից։ Ինքը դեռահաս աղջիկ է ու այն որ շատ աղջիկ է, այն որ իրան խաղալը իհարկե բարդություններ եղել են, բայց ոչ շատ բարդություններ։ Այո, այսինքն ստացվում է, որ ձեր կերպարի նման է եւ այդ բարդությունները յետին պլան են մղվել ինչ-որ չափով։ Չէ, յետին պլան չեն մղվել։ Կապած մոտեցանք այն հաջորդ հարցին, որովհետեւ նախապատրաստական աշխատանքներն իրենից մեծ դժվարություններ այնուամենայնիվ ենթադրվում են, ինչքան էլ որ հաշտ լինի։ Պարոն Գևորգյան, ներկայացրեք նախապատրաստական աշխատանքներն ու առհասարակ փորձերը դերասանի համար դա հիմնական մասն է կազմում լավ ներկայացում ունենալու, ինչպիսին են եղել։ Նախապատրաստական աշխատանքները շատ հետաքրքիր անցան, հավաքական խումբ է, տարբեր թատրոններից են դերասանները եւ միակ դժվարությունը երևի թե որ
պայմանավորվում ենք փորձի ժամին, որովհետև ամեն մեկս տարբեր զբաղվածություն ունենք, դժվար է կազմակերպելը, կազմակերպիչներին շատ շնորհակալություն, որ մոբիլիզացրեցին այդ ամեն ինչը, Հասմիկը, Արտուր Սահակյանի օգնականը, տնօրենը մեր գայանեն կարողանում էին այդ աշխատանքը մոբիլիզացնել, դժվար բան է տարբեր թատրոններից հավաքվել ու տարաձայնություններ կարծես թե չի եղել, շատ այսպես հարթ է գնացել, որովհետև Արտուր Սահակյանը գիտեր ինչ էր ուզում եւ ինչ էր ուզում դերասաններից։ Եվ մենք տեսնում ենք համատեղ աշխատանքը հեղինակի հետ, դա մեզ շատ էր ոգևորում, այդ իրանց կողքից որ նայում էինք այդ համատեղ սիրով այդ աշխատանքը, ինչ որտեղ իրանք տարաձայնություն ցույց չէին տալիս, հետո պարզվեց պրեմիերայից հետո, ես ինտրիգ եմ։ Ես հեսա հարցնելու եմ այդ ինչ տարաձայնությունները։ Չէ, թեթևակի, տենց առանձնապես մենք չենք կարող մեր աշխատանքը վատ անել։ Ու բոլորն էլ ովքեր որ զբաղված են, ես կարող եմ տենց անուններով ազգանունները Սամսոնը Ստեփանյան, որը կուսակալի իր վրա վերցրեց այդ գլխավոր դերակատար Պանտեան, որը Վիկան, որ խաղում է կուսակալի, պարսից կուսակալի դստեր կերպարը, Մխիթարը, Մելքոնյան, Շանթը, գրեթե բոլոր դերակատարները։ Հա, Դպիրի դերակատարը, Սեմը, Դավիթը, հա, մի խոսքով բոլորը, այո, երիտասարդները, հա, միջալոց ներողություն, ես մեծ ավակ իմ ընկերներին գիտեի, իրենց աշխատել էի ոմանց հետ ոչ, բայց ինձ համար հայտնություն էր երիտասարդները, Վարդանը, Շողունցը, Վիկան եւ Աբելը։ Այդ ինչ լավ երիտասարդներ ունենք եւ իրանք տարբեր թատրոնում են աշխատում եւ ես մեծ հաճույքով եթե էլի հավաքական Արտուր Սահակյանը կամ ես եթե մասնագիտություն ռեժիսոր էլի ես եթե բեմադրություն անեմ ես իրանց հաստատ նկատի ունեմ հա հաճելի է իրենց հետ աշխատել բայց այնպես որ եթե ստացվում մտքեր շատ այսպես անմիջապես վերցնում էին զգում էին ռեժիսորի ասելիքը եւ ոչ մի խնդիրներ չէր լինում եւ ընդհանրապես հետո որ շփվում էին բան շատ հաճելի ես մեծ հաճույք եմ ստացել ես էլ հետ հիմա հաճույք ստացա նման կարծիք լսելուց կրծեր ես երբեք չեմ զլանա դա ասել ու ասում ենք իմ ավակ ընկերներն էլ են դրա մասին խոսում ուղղակի ռեժիսորական ճիշտ ընտրություններ քաստինգը այսպես ասենք ընտրությունը շատ ճիշտ էր Արտուր Սահակյանի իսկ ռեժիսուրայում այդ ընտրությունը մեծ տեղ է խաղում միանշանակ Տիկա դուք ինչպես կգնահատեք արդեն համագործակցությունը ավակ սերնդի հետ պարոն Գևորգյանը հակառակ տեսանկյունից խոսեց ամեն դեպքում նաև պարտավորեցնող է խաղալ եւ աշխատել այնպիսի մարդկանց հետ ովքեր ավելի երկար ճանապարհ են անցել իրականում ի սկզբանե ես վախեր եմ ունեցել շատ ու իմ վախերից մեկը հենց դա էր, որ ես այդ մարդկանց հետ գոնե մոտ լինեմ հավասարին բեմի վրա, որովհետև այդ իրականում շատ կարևոր է, որովհետև եթե դու խաղում ես վաստակավոր, տաղանդավոր ու փորձ ունեցող մարդկանց հետ, դու գոնե պետքա ձգտես հասնես իրանց։ Չգիտեմ ինչքանով է դա իմ մոտ ստացվել, բայց իմ համար մեծ պատիվ էր նման մարդկանց հետ բեմում հայտնվելը, նամանավանդ իմ տարիքում ու հուսամ դեռ շատ նման։ Փոքր առաջարկ արդեն պարոն Գևորգյան արել է, այնպես որ դուք դա կտապահեք։ Եվ մի կներեք Անայ ջան, ուզում եի շեշտել նաև ներկայացման մեջ երաժշտության հեղինակը նորից Արտուր Սահակյանն է, որը մի հրաշալի երաժշտություն ստեղծեց եւ այդ գաղափարախոսությունը մթնոլորտ ստեղծեց եւ այդ մթնոլորտը շատ ճիշտ էր եւ անդադ երբ որ հնչում էր երաժշտությունը անկախ քեզանից դու արդեն մտնում ես իրավիճակի հա այս իրավիճակներից կտրվում ես իրականության մեջ ես մտնում տվյալ այդ առաջադրվող հանգամանքների տրվում ես եւ շատ ճիշտ է եւ նկարչական աշխատանքը շատ հետաքրքիր էր Գարիկի Ստացվում է այսպես համախմբված աշխատանք եղել բոլորի աշխատանքեր եւ այդ process-ի մասին որ հարց տվեցիք շատ ներդաշնակ է եղել իհարկե մի քիչ որ հնարավորություն ունենայինք երբ որ մենք թատրոն լինեինք
թատրոնի, սա ստացիոնար թատրոնի պրոյեկտ է եւ մեծ աշխատանք եւ միջոցներ է ծախսվել։ Եթե ժամանակը ներեր մենք ունենայինք այդ հնարավորությունը, դե թատրոնում տրվում է, չէ՞, այդ հնարավորությունը դու ուզես երկար փորձելու։ Մենք մի քիչ ավելի հղկված ու ավելի բանով ներկա պրեմիերային հանդես կգայինք, այդ ինչ որ մեր թերություններն էր ստուգելով բայց միայն դուք եք նկատում Գևորգ հանդիսատեսը վստահաբար յանալի դրամատուրգիայով գնաց հարթագնացել այդ բաները ընթացքում հղկվում են։ Պարոն Մհերյան, անդրադառնալով ձեզ ինժեների կրթությամբ դուք պիես եք գրել, ես ուզում եմ մի քիչ խոսենք ձեր երկու այս մասնագիտությունների ու առհասարակ այս երկու ոլորտների համագործակցության մասին, ինչպես է ստացվել, որ ինժեներական կրթությունը այնուամենայնիվ բերել է դեպի արվեստի դաշտ եւ ինչպես եք ստեղծագործում, ինչ մոտիվացիաներով։ Գոնե ինժեներությունը լուծեց այն հարցը, որ վրիպումները քիչ են, եւ վերահսկողության տակ է։ Այդպես եղավ նաեւ իմ առաջի վեպի պարագային 120 կերպար էին, որոնցից շատերը 3 սերնդով ներկայացվում են։ Այդքան մարդու կոնտրոլ պահել էր պետք։ Այդտեղ արդեն ինժեներությունը օգնում է։ Ու մասնագետներ կան, որ կարդում են, ասում են երևում է, որ ինժեներ է գրել։ Իսկ ինչպիսի հիմնական գաղափարներ կան պիեսի մեջ եւ ինչ հիմնական այսպես ուղերձներով եք հանդիսատեսին ներկայանում ձեր դերակատարների միջոցով։ Երկու հիմնական ուղղություն կա։ Մեկը հոգևոր է, որը նկարագրում է Պարսից Կուսակալի Շահինի հոգևոր ապրումները, իր զղջումը, որտեղ կոտորել էր մանդակունիների ցեղը, իր զղջումը ու վերջում այդ ապաշխարությունը եւ հատուցումը։ Այո։ Որ հատուցում է իր տստեր մահով։ Եվ երկրորդը պատմականն է, որ այս ամբողջ հուզական հոգևոր այս պատմությունը դրված է պատմական մի շրջանում, որտեղ հայքը պետությունը վերականգնելու հարց ուներ։ Այստեղ նշվեց 5-րդ դար, բայց 3-րդ դարն է, երրորդն է, 287 թիվ նույնիսկ իհարկե հավետենության մեջ մի քանի դար էս կոմենկով։ Ոչինչ չի փոխում, բայց այդ դեպքում դուք հստակ գիտեք, այո։ Բանը դրվեց այս շրջանում եւ այս անձնական այդ երբեխվածության հոգեվոր այդ ապրումների ֆոնին մենք տեսնում ենք նաեւ պատմական իրադարձությունները։ Այո։ Եվ կարմիր թելով, sense կարմիր գծով գնում է Տրդատը ինչպես է Հռոմում մեծացել, անվանի զորաբար դարձել ու կայսեր աջակցությամբ պատրաստվում է մտնել հայքը ազատագրել եւ վերհաստատել իր հոր գահը։ Այո։ Ու մեր գործողությունները ամեն մեկը իր անձնական դրաման ունի եւ իր պատմությունը ունի։ Այս պատմությունները տեղի են ունենում այն ֆոնի վրա, որ Տրդատը գալիս է։ Ու նրա գալը անդրադառնում է այս պատմության վրա։ Այո, հա, այսինքն նրանց միջև էլ էսպես կապ ստեղծված։ Այս ամենը գրելու համար պատմական խորը գիտելիքներ էլ է շատ հարկավոր, տեղյակ լինելու են պատմության շատ նույնիսկ ստվերված իրադարձություններից, այդ դեպքում ինչպես եղել ինժեների կրթությամբ պիես եք գրել եւ խոսում եք պատմության մասին։ Գիտելիքները պատմության նկատմամբ ինչպես են առաջացել։ Այդ ինժեներությունը շատ ժամանակ որ ասում եմ, դա զավեշտի բան է, որտեվ երբեք չեմ զբաղվել ինժեներությամբ։ Այնուամենայնիվ էպիկ է, շատ հնչեցնելիս հետաքրքիր է, այո։ Հա։ Կներեք, նաև ունի մի առաջի գործը, մենավոր բազեն, որը ես վերջերս եմ վերջացրել եւ սկզբից կարդացի փոթորկից առաջ, պիեսը, որ բեմադրվում էր, պիեսի էր վերածվում, պիես կարդալուց հետո ասի գիրքն եմ կարդամ։ Մենավոր բազեն կարդացի, հիմա ո՞րն ես տալիս կարդամ, Սաղմոտ ջան։ Մյուսը։ Այո։ Միջից ասեմ շատ հետաքրքիր գրում, շատ հետաքրքիր է գրում Մհերյանը, շատ այսպես մանրակրկիտ դեմքեր պեղել, որոնք իրականությանը համապատասխանում են եւ եթե չեմ սխալվում, մենավոր բազեն Թուրքիայում էլ է, չէ՞, տպագրվել, որը արտացվում է ջարդերի մասին, Խնուսի շրջանում կատարվող ինքնապաշտպանական կռիվների մասին է, մեր հայդուկների մասին շարժման, Անդրանիկի խոսվում է, Գեորգ Չաուշ, Խնուս
գավառում ինչպես է իրականացվում ինքնապաշտպանական կռիվները։ Ստեղծագործ պատմական ակնարկ է կարելի ասել հայոց պատմության տարբեր փուլերի վերաբերյալ եւ նորից իդ վերադառնալով արդեն այս պիեսին գիտեմ որ հունիսին կտեղի կունենա վերջին պրեմիերան եւ արդեն Հայաստանի սահմաններից դուրս եւ ինչու՞ չէ արդեն դեպի մարզեր այցելեք պլանավոր մի փոքր խոսենք նաեւ այս ամենի մասին ինչպես են տեղի ունենալու արդեն այդ այցերը։ Քանի դեռ շոշափելի չեն զուտը նախատեսում ենք Սյունիքով սկսել Սյունիքով Կապան, Գորիս, Քաջարան նախատեսվում է սեպտեմբեր ամիսին Գյումրիում Այո աշտարակում ենք դեռ պլանավորում ոչ մի պայմանավորվածություն չկա դեռ Եվ կան նաև մտքեր դեպի արտասահման Հայաստանի սահմաններից Աստված առաջ դա արդեն մեծ ռեսուրսներ է ենթադրում որտեղ 30 հոգի ենք դերակատարները այդպիսին են։ Անչայլոց 30 ասացի բանա։ Դուք դերակատարներին հիշեցիք, այո։ Հա, մնջախաղի դերակատարներին, այդ խումբն էլ հրաշալի կատարեց Շուշանի գլխավորությամբ, մնջախաղի թատրոնի, մեր պետական թատրոնի դերասաններ են։ Աստղաբույր է հավաքվել թատերական աշխարհից ստացվում է տարբեր այսպես։ Շատ հետաքրքիր լուծումներ է Արտուրի միջոցով եւ Շուշանի միջոցով բեմադրված, որը շատ ավելի գեղեցկացնում է խոսքը եւ շարժումը այսպես ներդաշնակա դառնում մոնումենտալ գործ ասեմ որ հրաշքի նման բան էր սա մեզ համար ամենայն դեպս ինձ որտեղ նվազագույն միջոցներով արեցինք մեր ընկերական գումարներով եւ նվազագույն ժամանակում Արտուր Սահակյանին բարևելու ծանոթանալու պահից մինչև պրեմիերան 6 ամիս է տևել կամ գուցե ավելի քիչ Եվ այնուամենայնիվ 6 ամիսը հերիք է լավ պրեմիերա ունենալու Դահլիճ չունենալու պայմաններ թատրոնել այսպես հավաքագրվել ենք էլի հասկանում եք Սա լավ օրինակ է պարոն Գևորգյան այնուամենայնիվ որ բարդությունների կողքին կան լավ պրեմիերաներ եւ հանդիսատեսը սիրում է նման պրեմիերաները Շնորհակալ եմ ոչ մեկ մեզ չասի որ գումար չկա դրա համար Եվ ոչ ոք թող չթերագնահատի նաեւ այս դեպքում Շնորհակալ եմ հարցազրույցի համար նոր պրեմիերաներ նոր բեմեր թե Հայաստանի սահմանների ներսում եւ թե դուրս կարծում եմ սա դերասանների դերակատարների եւ նաեւ հեղինակների համար են ցանկալի ստեղծագործական ճանապարհն է համարվում։ Նորից շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Հարգելի հեռուստադիտող, մենք շարունակում ենք մեր եթերը կարճ դադար գրագետ դադարով եւ մենք նորից տաղավարում ենք լինելու։